Բարև ընկերներ, այսօր կշարունակեմ խոսել ՔՊ կուսակցության ցուցակում հայտնված անհայտ անձանց մասին, կփորձեմ բացել որոշ փակագծեր։ Խնդրում եմ հավանել, կիսվել տեսանյութով եւ չենք մոռանում, որ մեր առաքելությունն է համախմբվել մեկ գաղափարի շուրջ, այն է ոչ թե վիրավորել եւ հայհոյել, այլ երկրում տիրող խայտառակ իրավիճակին վերջ դնել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ովքեր կխախտեն ներկուսակցական կանոնադրությունը, կհեռացվեն նախընտրական ցուցակից։ Վերջերս հրապարակվեց մեկի անունը։ Այսինքն ՔՊ վարչությունը չեղարկել էր Դավիթ Դանիելյանի թեկնածությունը, սակայն շատերի համար անհայտ մեկ աղջիկ հայտնվել է ցուցակում եւ դարձել Նիկոլ Փաշինյանի ուրախ ավտոբուսի մշտական ուղևորներից մեկը։ Խոսքս Ոմն Արաքսիա Վարդանյանի մասին է։ Նախ ով է Արաքսիա Վարդանյանը, փոքրիկ էքսկուրս անենք։ Արաքսիա Վարդանյանը Փարաքար համայնքի ՔՊ ավականու անդամ է եղել, ում լիազորությունները վաղաժամ դադարեցվել են 2025 թվականի հոկտեմբերի 10-ին։ Իդեպ մեր ապագա պատգամավոր Արաքսիա Վարդանյանը ավականու անդամ եղած ժամանակահատվածում չի մասնակցել որևէ նիստի։ 36-ամյա Արաքսյան շատ արագ նոր պաշտոնի է անցնում, նշանակվելով Ձորակ շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Ընկերներ, ես խոստացել եմ, որ որևէ մեկի անձնական կյանք չեմ մտնի եւ չեմ խոսելու այս կամ այն պաշտոնյայի սեռական կյանքից, թե ով ում հետ ինչ հարաբերություններ ունի, դա իմ որդեգրած քաղաքականությանը դեմ է։ Փարաքարում չար լեզուները խոսում են, որ այս աչոնիկի քաղաքական առաջընթացը ապահովում է ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը եւ նրա անմիջական կապերի շնորհիվ է, որ այս աղջիկը հայտնվել է ՔՊ նախընտրական ցուցակում։ Անգամ խոսում են, որ հենց Լյուդվիգն է զանգահարել պատվիրակներին, խնդրելով քվեարկել Արաքսիայի օգտին։ Իդեպ Արաքսիան ահագին կարողություն է ձեռք բերել իր վերջին տարիներին։ Նախ կարողացել է միայնակ ձեռք բերել բնակարան Երևանում շուրջ 24 միլիոն դրամով։ 2023 թվականին ձեռք է բերել նաև 2018 թվականի արտադրության Honda Magnishi մեքենա։ 2013 թվականին ընդամենը 23 տարեկանում ձեռք է բերել 15 միլիոն դրամ արժեգովությամբ թանկարժեք զարդ։ Ունի մի քանի միլիոն դրամ աշխատավարձ եւ կանխիկ գումար։ Ընկերներ, իսկ ձեզանից քանիսն ունի նման հնարավորություն։ Շատերդ ընդամենը փոքրիկ հողակտորը, որը ժառանգություն եք ստացել, չեք կարողանում սեփականաշնորհել, իսկ ՔՊ-ական նորաթուխ անձինք արդեն միլիոններ են դիզել։ Այս գումարները գոյանում են մեր բոլորի հարկերից։ Մենք վճարում ենք հարկեր, ՔՊ-ական նեղ շրջանակներ հարստանում են։ Լյուդվիգ Գյուլնազարյան, ինչպես եք, լավ եք, ինչ կասեք վերոնշյալի մասին։ Կհերքեք, թե էլի ձայն չեք հանի փորձելով ձեր լռությամբ իմիտացիա ստեղծել, թե ոչ մի բան տեղի չի ունենում։ Ընկերներ, շնորհակալ եմ ձեզանից, որ այս կարճ ժամանակահատվածում իմ կողքին կանգնեցիք, վստահեցիք եւ պատրաստ եք միասին երկիրը մաքրել քաղաքական դիակներից։ Հարգանքներով, ձեր հայը։